Սիրիայի արևմտյան նահանգներում իրավիճակը շարունակում է լարված մնալ, տագնապալի է նաև Լաթաքիա քաղաքում ապրող հայերի դրությունը։ Նոր իշխանությունների ու ասադական ընդդիմության միջև բախումների արդյունքում հարյուրավոր զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում։ Սպանվածները քրիստոնյա ու ալևի համայնքների ներկայացուցիչներն են։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, նախ ինչպիսին է իրավիճակն այսօր։ Ժամեր առաջ Սիրիայի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ռազմական օպերացիան Լաթաքիայում եւ Տարտուսում ավարտվել է եւ որ կառավարական ուժերը ամբողջովին վերահսկում են իրավիճակը։ Հակառակ դրան Ալ Ջազիրա հեռուստաընկերությունը տարածել էր տեղեկություն այն մասին, որ Ասադին հավատարիմ ուժերը անգամ փորձ էին ձեռնարկել դեպի Դամասկոս ուժեր ուրեմն տարածվել եւ նույնիսկ հաստատվում է տեղեկությունն այն մասին, որ Դամասկոսից ոչ հեռու ասադական ուժերը փորձել էին հենակետ գրավեին։ Ինչևէ, ուրեմն պաշտոնական տեղեկությունների համաձայն Ասադին հավատարիմ ուժերը ունեցել են 250 զոհ, կառավարական ուժերը 231 զոհ։ Եվ անկախ աղբյուրներից ստացված տեղեկությունները հաստատում են այն մասին, որ խաղաղ բնակչության շրջանում զոհերը հասնում են կամ արդեն գերազանցել են 830-ը։ Այդ տեղեկությունը ունի մասնավորապես Սիրիայի մարդու իրավունքների հարցերով խորհուրդը, որը Բրիտանիայից է տեղեկություն հավաքագրում եւ հավաստի տեղեկություն ունի այն մասին, որ այս թիվը օբյեկտիվ է եւ հիմնված կոնկրետ իրական փաստերի վրա։ Սպանվածների թվում կան նաեւ երեխաներ եւ սպանվածների մի մասը առանձնակի դաժանությամբ է սպանվել։ Խոսքը ինչպես ասացիր ալևի եւ քրիստոնյա համայնքների ներկայացուցիչների մասին է, այդ թվում նաեւ հայեր ունենք զոհվածների թվում։ Սիրիայի տեղեկատվության նախարարությունը պաշտոնապես հերքել է տեղեկություններն այն մասին, որ կառավարական ուժերը սպանել են բնակիչների եւ պնդում է, որ այդ տարածվող տեսանյութերը, որում պատկերվում է, թե ինչպես են առանձնակի դաժանությամբ սպանում բնակիչների, դա կեղծիք է կամ նախորդ այլ պատերազմներից ինչ որ պահպանված տեսանյութեր են։ Հակառակ դրան Սիրիայի նոր կառավարության փաստացի ղեկավար Ջուլանին անուղղակիորեն հաստատել է այդ տեղեկությունները եւ հավաստիացրել է, որ հետաքննություն է անցկացվելու եւ բոլոր մեղավորները հայտնաբերվելու են եւ պատժվեն օրենքով։ Իսկ ինչպես են այս ամենին արձագանքում գերտերությունները։ Մի շարք պետություններ դատապարտել են խաղաղ բնակիչների, ալևիների, քրիստոնյաների դեմ այդպիսի դաժանությունները, մասնավորապես Ֆրանսիան, Իրանը, Հունաստանը դատապարտել են եւ կոչ են արել գնահատական տալ եւ պատժել մեղավորներին։ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները ՄԱԿ-ում պահանջել են անհապաղ անվտանգության խորհրդի փակ նիստ գումարել խորհրդակցություններ անցկացնելու համար։ Իդեպ հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ ռուսական ռազմաբազայի տարածքում թաքնվել են հարյուրավոր քրիստոնյաներ եւ ալևիններ եւ եթե ռուսները իրենց այնտեղ չփրկեին, միգուցե նրանք նույնպես այդ դաժանությունների զոհ դառնային։ Իսրայելը իր համերաշխությունն է հայտնել ալևիներին եւ դրուզերին, իդեպ ալևիների համայնքը ներկայացնող մի քանի կազմակերպություններ պաշտոնապես դիմել են Իսրայելի վարչապետ Նետանյահուին, խնդրելով, ինչպես նամակում է ասվում, փրկել ալևիներին նաև ուժ գործադրելու գնով։ Հիշեցնեմ, որ Հայաստանի արտգործնախարարությունը որևէ հստակ հայտարարությամբ հանդես չի եկել այս թեմայի վերաբերյալ։ Իսկ ինչ դեր է խաղացել Թուրքիան։ Ռեժիմը, որը իրականացրել է այս ռազմական հանցագործությունները, Թուրքիայի կողմից է իշխանության բերվել։ Դա արդեն նշանակում է, որ Թուրքիան պարտավոր է պատասխանատվություն կրել տեղի ունեցածի համար։ Եվ եթե անգամ պարզվի, որ դա Դամասկոսի իշխանությունների հրահանգի արդյունք չէր, այլ ընդհանրապես ինչ-որ դաշտային հրամանատարների ինքնագլուխ գործունեության արդյունքն էր, միևնույն է Թուրքիան պարտավոր է պատասխանատվություն կրել, քանի որ այդ գրոհայինները նույնպես Թուրքիայի բերած մարդիկ են։ Հենց Թուրքիայի ֆինանսավորմամբ են ստեղծվել այն հատուկ ջոկատները,
գրոհայինների, թեև նրանք բաղկացած չեն էթնիկ թուրքերից, բայց թուրքմաններից, ույգուրներից, աֆղանացիներից ակնհայտ է եւ հաստատում են հստակ տեղեկություններ կան այն մասին, որ Թուրքիան է այդ մարդկանց զինել, ֆինանսավորել եւ տեղափոխել Սիրիա։ Իդեպ քրդական ուժերի հրամանատարներից մեկը Մոզլում Քոբանին նույնպես հայտարարել է, որ Թուրքիան պետք է պատասխանատվություն կրի այդ ռազմական հանցագործությունների համար, քանի որ Անկարան է զինել այդ մարդկանց եւ ուղղորդել Սիրիա։ Թուրքիայում Ալևի համայնքը ներկայացնող մի քանի կազմակերպություններ Անկարայում Սիրիայի դեսպանության շենքի առջև բողոքի ցույց են անցկացրել եւ նույնպես պնդել են, որ Թուրքիան է պատասխանատու այդ ողբերգության համար։ Փոխարենը Անկարան փորձում է սլակները իր կողմից շեղել այլ կողմեր, մասնավորապես իշխող կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելեքը հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունների հակառակորդները դա ահաբեկիչներ էին, որոնց պետք էր ոչնչացրել։ Եվ նա ասել է, որ Անկարայում շատ լավ գիտեն, թե ով է կանգնած եղել այս ասադականների ակտիվության ետևում, հավանաբար ակնարկելով Իրանի իշխանություններին, քանի որ Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Ակբար Վելայաթին մեկ շաբաթ առաջ սպառնացել էր անուղղակիորեն Սիրիայի իշխանություններին եւ կոչ էր արել գիտակցել, որ Սիրիայում կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել։ Արտем, իսկ ինչպիսին է իրավիճակը հայ համայնքում։ Ունենք հաստատված տեղեկություն երկու զոհված հայերի մասին, խոսքը հայր եւ որդի Անտուան եւ Ֆադի Բուտրոսների մասին էր, հիշեցնեմ նրանց մարտի 8-ին էին սպանել, երբ նրանք փորձում էին վերադառնալ Լաթաքիա, նրանց ողջ մեղքը կայանում էր նրանում, որ նրանք ծնվել էին Քարդահան գյուղում, որտեղից արմատներով են Ասադի ընտանիքի անդամները։ Երեք տեղի ունեցավ նրանց ուղարկավորությունը, մի մասը Լատակիայի հայերի, փոքր մասը ինչ որ ձևով կարողացել է տեղափոխվել Հալեբ, թեև ճանապարհները փակ են։ Նրանք, ովքեր շարունակում են մնալ Լաթաքիայում, ձգտում են տնից դուրս չգալ, եկեղեցին, դպրոցները փակ են, որոշակի խնդիրներ դեռևս կան Լատակիայում եւ սննդամթերքի դեղամիջոցների հետ կապված, էլեկտրականության խափանումներ կան, խմելու ջուրը միշտ ոչ բոլոր շրջաններում է, որ մատակարարվում է, էլեկտրականություն, ինտերնետ նույնպես ժամերով է կամ ինչ-որ խափանումներով է, թեև արդեն կրակոցներ, ոնց հասկանում եմ, քաղաքում չեն հնչում, այնուամենայնիվ Լատակիայի հայերը ձգտում են տնից դուրս չգալ եւ կապ պահպանել միմյանց հետ եւ նաեւ Լաթաքիայում շարունակում է գործել հայերի եկեղեցում ստեղծված հայկական օգնության շտաբը, որի կամավորները օգնության են մեկնում անհրաժեշտության դեպքում։ Շնորհակալություն, Արտем։